Երբ քո մասին սուտ են խոսում, դու լսում ես, որ խոսել են քո մասին։ Սխալ բաներ, ոչ ճշգրիտ, երբեմն նույնիսկ բացահայտ սուտ կամ բամբասանք, ու քո մեջ սկսվում է մաքարում։ Ինչու են այդպես ասում։ Ես չէի արել դա, ես չէի ասել այդ բառերը։ Դու ուզում ես արդարանալ, ու շատ բնական է։ Քեզ ցավ է պատճառում այն, ինչ ասել են քո մասին, բայց լսիր սա։ Աստծո առաջ դու պատասխանատու ես քո սրտի, ոչ թե բոլորի կարծիքի համար։ Հիսուսի մասին էլ սուտ ասացին, նրան անվանեցին խաբեբա, դևերով համակված, ժողովրդին խաբող, բայց նա չվազեց բոլորին բացատրելու, նա լռեց։ Քեզ ճանաչող Աստված երբեք թույլ չի տա, որ սուտը վերջնական հաղթի։ Քո գործը լռելն ու վստահելն է, նրա գործը քեզ արդարացնելը։ Ու Տերը միշտ ճիշտ ժամանակին խոսում է քո օգտին։ Գուցե ոչ այն պահին, երբ դու ուզում ես, բայց երբ պետք է, նա կբարձրացնի քո անունը, ոչ թե մարդկանց աչքում, այլ իր կամքի մեջ խաղաղության, պատվի և ճշմարտության հենքի վրա։ Ու գիտես որն է զորությունը, երբ դու կարողանում ես լինել լուռ, բայց ոչ պարտված մարդ, այլ վստահող մարդ։ Մի պատասխանիր զրպարտությամբ, պատասխանիր լռությամբ ու աղոթքով։ Ասա. Տեր, այս ցավը քեզ եմ բերում, ես ընտրում եմ խաղաղությունը, ես ընտրում եմ քեզ, որովհետև վերջում ոչ թե մարդիկ են որոշում քո վարկանիշը, այլ Աստված է բարձրացնում խոնարհներին։ Մի պատասխանիր չարին չարով, այլ բարիով հաղթիր չարին։